Հայկական տարազը չէր կարող պարզապես ստանդարտ մնալ, որովհետև պատմական անցքերը ժամանակաշրջանը մեզ թույլ է տալիս հասկանալու, որ հագուստը եւ ընդհանրապես մշակույթը պետք է փոփոխման ենթարկի, որոշակի ազդեցություններ կրի, որովհետև ոչ կենսունակ մշակույթը երկար գոյատևել չի կարող։ Սակայն տեղային էթնիկ ցուցիչները մշտապես այսպես պահպանվում են, որի շուրջ ընդհանուր ձևավորվում է գաղափարաբանական իմաստով այլ համակարգ, ելնելով որոշակի նախապայմաններից։ Մենք տարազի փոփոխություն, մասնավորապես մեծ այսպիսի ասած փոփոխություն պատճառ դարձավ հատկապես 1915 թվականի ցեղասպանությունը, որը կտրեց մշակութային նյութեր եւ պատճառ հանդիսացավ տարազների շատ մասերի կամ այսպես ասած կենցաղավարությունից դուրս բերմանը կամ այլ տարածաշրջանների հետ փոփոխմանը եւ մենք գիտենք, որ օրինակ հայկական լեռնաշխարհում ամեն մի գյուղ տարածաշրջան ունի իր տարազը, բայց երբ որ գալիս ենք Արևելյան Հայաստան, շատ մարզեր իրենց անձնական տարազ հասկացողությունը չունեն։ Երբ որ հարցնում են օրինակ Կոտայքի մարզի տարազը որն է, չկա, Արագածոտնի մարզի տարազը որն է, չկա, այս հարցը մենք սահմանափակ ձևով ենք ասում չկա, բայց տալիս ենք հակառակ տարբերակը, որովհետև այստեղ գոյատևել են փոխակերպումները Մուշի, Սասունի, օրինակ Արագածոտնի մարզում, Կոտայքում այն շրջաններից, որտեղից որ գաղթել են եւ իրենց հետ տարել են բան վասկուրական Մուշ, նայած գաղթի ժամանակ որտեղ են տեղակայվել, հա։ Հետևաբար տարածաշրջանային այս 1915 թվականը մեծ փոփոխության առիթ հանդիսացավ։ Երկրորդը մեղավորը տղամարդիկ էին, առաջին եւ գլխավոր նախապայմանը, քանի որ պատմականորեն, երբ որ մենք տեսնում ենք ընդհանրապես նորաձևության մեջ, միշտ փոփոխող հանգամանքը եղել է տղամարդը, որովհետև նորաձևությունը փոխվել է տղամարդկանց միջոցով կամ անցել է կնոջ զգեստապահարան, ճիշտ հակառակը այս դեպքում, հիմա մեր օրերում ճիշտ հակառակն է ստացվում, ուրեմն տղամարդիկ գնում էին դուրս սովորելու կամ առևտրական որոշակի ճանապարհորդությունների եւ դա պատճառ էր դառնում, որպեսզի իրենք կարողանան իրենց հետ բերել եվրոպական կոստյումը, հա։ Եվ մենք տեսնում ենք օրինակ լուսանկարներում կինը ավանդական տեղային տարազով է պահպանողական, հա, որովհետեւ կինը մնում էր տանը, զբաղվում էր տնային գործերով, իսկ տղամարդը օրինակ իր հետ բերում էր նաեւ թիթեռնափողկապը, շատերից բաբեջկա ասվածը եւ կոստյումը։ Սա է պատճառը, որ մենք անգամ մինչև 20-րդ դարաշրջան, երբ որ գալիս ենք, տեսնում ենք, որ լուսանկարներում պահպանված կինը եվրոպական հագուստով է, բայց գլխարդարանքը, ասենք Ալեքսանդրապոլում բարձր հայքի տարազախմբի մաս կազմող Վարդ Թանթանան դեռ գլխին է, այսինքն ամեն դեպքում դետալայնությամբ մենք չենք հեռանում մեր արմատից։ Հիմնական փոփոխության պատճառը 1915 թվականն էր, տեղային որոշակի ազդեցություններ եւ իհարկե մասնավորապես ամենամեծ ազդեցությունը առևտրական ճանապարհների եւ տղամարդկանց ներսուդուրս անելու այս պատերազմը։